Աշխարհում արդեն այնպիսի ցանցեր են գործում, որոնց դեմ երբեմն դժվար է պայքարել, հետևում եք այդ ամեն ինչին եւ դրանից ելնելով բնականաբար թարմացնում անվտանգության համակարգը։ Ու ինչ ձևով եք թարմացնում։ Ոնց եք թարմացնում։ Ոնց ենք թարմացնում համակարգը, տեսեք, ներդրումները, որոնք բանկը շարունակաբար անում է իր անվտանգության հենց բուն համակարգերը արդիականացնելու վրա, դրանք երբեմն գաղտնի են, երբեմն, այսինքն լուսաբանման, այսպես ասած, ենթակա չեն, որովհետև էլի խոցելիություն կարող են առաջացնել, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ այդ ներդրումներն արվում են իսկապես շարունակաբար, իսկապես հետևելով բոլոր հնարավոր վտանգներին եւ տրենդներին, այսպես ասած, հա, բայց այստեղ տրենդները ավելի շատ սոցիալական ինժեներիայի ոլորտում են տեղի ունենում, զեղծարարները անընդհատ գտնում են խաբեություններ կազմակերպելու ձևերը, եղանակները, որպեսզի մարդիկ տրվեն այդ խաբեություններին։ Ամենասկզբում օրինակ զանգում էին, ասում էին գիտեք, ես հիմա հիվանդանոցում եմ, երեխայիս վիրահատում են, ես գումար եմ փոխանցել, սխալմամբ ձեր հաշվին է եկել, խնդրում եմ ինձ ասեք կոդը, որը եկել է ձեր հեռախոսին, որպեսզի ես կարողանամ հետ քաշել գումարը, որպեսզի կարողանամ վճարել երեխայիս։ Մարդը այդ պահին արթնանում է իր մոտ օգնելու բնազդը, այսպես ասած, եւ ինքը տեղում առանց կարդալու տեքստը, որտեղ բառացի գրված է, որ այս կոդը այլ անձանց տրամադրել չի կարելի, որովհետեւ դուք օրինակ փոխում եք ձեր գաղտնաբառը, հա, այս կոդով։ Առանց կարդալու պարզապես տրամադրում է կոդը եւ հայտնվում ծուղակում։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։